Ինչ են գրում թերթերը։ Որտեղ է ճշմարտությունը։ Մենք ներկայացնում ենք և վերլուծում։ Դուք տալիս եք ձեր գնահատականը։ Մամուլի տեսություն կամ մամուլի մոնիթորինգ։ Օրվա հանրապետական մամուլի տեսությունն է Արմ ռադիոյի եթերում։ Այսօր լույս տեսած թերթերից առանձնացրել ենք երկրի ներքին կյանքի, քաղաքական անցուդարձի եւ միջազգային իրադարձությունների մասին հաղորդող ամենաուշագրավ հոդվածներն ու հարցազրույցները, որոնք էլ կներկայացնեմ ձեր ուշադրությանը։ Ինտեգրում եւ տնտեսական համագործակցություն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի, Ռուսաստանի Դաշնության վարչապետ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի անունից ի պատիվ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին մասնակցած պետության ղեկավարներին տրված ճաշին, հաղորդում է Հայաստանի Հանրապետությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Կրեմլում կայացած գագաթնաժողովի արդյունքները, մասնավորապես ինտեգրացիոն գործընթացներն ու տնտեսական համագործակցության հարցերը։ Նախագահի գլխավորությամբ պատվիրակությունը երեկ երեկոյան վերադարձել է Երևան։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի է ունեցել օրինաց երկիր կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա շնորհավորել է ՕԵԿ-ականներին, նշելով, որ ՕԵԿ-ը վստահելի գործընկեր է, որի հետ կարելի է հաղթահարել բազում դժվարություններ։ Նախագահը հույս է հայտնել, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած եւ խորհրդարանական կուսակցություն դարձած ՕԵԿ-ը մեծ ներուժ ունի եւ առաջիկա քաղաքական գործընթացներում կարողանալու է մեկ անգամ եւս արժանապատվորեն իր մասին հայտարարել, հաղորդում է Պաշտոնաթերթը։ Կրթությունը դարձել է հասանելի, կրթաթոշակներ բարձր առաջադիմությամբ ուսանողներին։ Պետական բուհերի առկա ուսուցման առաջին եւ երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված բարձր առաջադիմություն ունեցող եւ սոցիալապես անապահով ընտանիքների 750 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացել են կրթաթոշակներ, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Այդ նպատակով կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ։ Կրթաթոշակների հավատարմագրերը ուսանողներին է հանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով իր ելույթում նշել է. Մեջբերեմ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունը ստացել է կառավարության աջակցությունը, քանի որ մենք պարտավոր ենք կրթությունը դարձնել հասանելի եւ խթանել, որպեսզի ուսանողները կրթություն ստանալու գործում լինեն շահագրգիռ։ Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է բարձրագույն կրթություն չստանալու պատճառ հանդիսանա։ Այսուհետև մեր ծրագրերը ուղղված են լինելու այս խնդրի լուծմանը, ասել է Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը նշել է, որ կրթական համակարգում իրականացնելու են կրթության որակի բարձրացմանը ուղղված բարեփոխումներ, որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեսնում են միայն խաղաղ ճանապարհով։ Այս մասին եւս մեկ անգամ հիշեցրել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովը ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում, ինչին անդրադարձել է Ազգ օրաթերթը։ Մեջբերեմ Խոսելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման փակուղային վիճակում գտնվելու գնահատականների առնչությամբ, նա հիշեցրել է նաև մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների Դովիլյան հայտարարությունը, ըստ որի ուժի կիրառումը հանգեցրել է ներկայիս առճակատմանը ու անկայունությանը, դրա կրկնությանը միայն նոր տառապանքներ կբերի եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից։ Պոպովը նաև ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների տարբեր հանդիպումներում արտահայտած պատրաստակամությունը արագացնելու հիմնարար սկզբունքների համաձայնեցման հասնելու գործընթացը։ Ու թեև ամեն անգամ Ալիևը համաձայնություն տալով հետագայում հրաժարվել է իր իսկ ստորագրած հայտարարություններից, ռուս դիվանագետը երկու նախագահների պատրաստակամությունը մեկնաբանել է նաև որպես բանակցային գործընթացից սպասվող արդյունք ստանալուն ուղղված ջանքեր գործադրելու պատրաստակամության վկայություն։ Առավել հետաքրքրական է, որ Պոպովի տեղեկացմամբ շփման գծի միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման գործընթացը ընթացքի մեջ է, ավելին այն կատարելագործվում է ռազմական փորձագետների կողմից։ Շուրջօրյա քննարկումներ Ժառանգությունում, գրում է Հայկական ժամանակը։ Եվ Ժառանգությունում եւ Ազատ դեմոկրատներում վիճակը երեկ իրոք ծանր է։ Այդ կուսակցությունների հրապարակած միասնական ցուցակի հետևանքով ցակած դժգոհությունների պատճառով։ Իրավիճակի բարդությունը պարզ էր արդեն առավոտյան, երբ ուրբաթ մամուլի ակումբից տեղեկացանք, որ Ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը հետաձգել է նախորոք ծրագրած իր մամլո ասուլիսը, ասելով, որ հավանաբար ինքը ասուլիս կտա մարտի 22-ին։ Սա չնայած այն բանին, որ նախորեի կեսգիշերին Ազատ դեմոկրատների առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն ու Ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը քննարկումներ էին անցկացնում։ Երեկ ողջ օրվա ընթացքում ոչ Ազատ դեմոկրատներից, ոչ Ժառանգությունից որևէ մեկը չցանկացավ մեկնաբանել ստեղծված իրավիճակը։
Մինչդեռ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երեկ հրապարակել է համամասնական ցուցակի առաջին 20 համարները։ Ըստ այդմ առաջին 20-ում տեղ չի գտել կուսակցության հայտնի ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը, Կենտրոն հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, Ազգային ժողովի գործող պատգամավոր Ռուստամ Գասպարյանը եւ քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը, տեղեկացնում է Հայկական ժամանակը։ Հայ ազգային կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ երեկ մեծամասնական ընտրակարգով առաջադրել են իրենց թեկնածությունները։ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը առաջադրվել է Երևանի Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում։ Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը Երևանի թիվ 8 ընտրատարածքում։ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը երեկ հայտարարել է կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում առաջադրվելու մասին, տեղեկացնում է Հայկական ժամանակը։ Առավոտը գրում է. ինչով էր պայմանավորված քաղաքական դաշտ անցնելու որոշումը հարցին Պաշտպանության նախարարության մամուլի արդեն նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանը պատասխանել է. Մեջբերեմ. Վաղուց ժամանակն է, որպեսզի քաղաքական դաշտում եւս տեղի ունենա սերնդափոխություն եւ քաղաքական գործընթացներին ակտիվորեն մասնակցեն մարդիկ, ովքեր ունեն համապատասխան կրթական ցենզ, աշխատանքային որոշակի փորձառություն եւ վճռականություն իրենց մասնակցությունը ունենալու պետության զարգացմանը, ասել է Դավիթ Կարապետյանը։ Առավոտը ԵՄ-ի հարցին ինչով էր պայմանավորված ՕԵԿ-ի ընտրությունը, Դավիթ Կարապետյանը ասաց, որ ՕԵԿ-ը աչքի է ընկել իր օրինաստեղծ գործունեությամբ։ Դիտարկմանը իր կարծիքով մյուս կուսակցությունները պակաս օրինաստեղծ աշխատանք են կատարել։ Դավիթ Կարապետյանը պարզաբանեց, որ իր նկատմամբ ՕԵԿ-ից է հետաքրքրություն եւ համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկ եղել։ Ժողովուրդ օրաթերթում ծավալուն հարցազրույց Կահոյդա խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանի հետ, ով պարբերականի հետ զրույցում ասել է, որ որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրել։ Նրա խոսքերով դա իր որոշումն է եւ որևէ կապ չունի կուսակցության հետ։ Մեջբերեմ. Ճիշտն ասած, ինձ այլևս չի հետաքրքրում ազգային ժողովը։ Ինձ ինչ հետաքրքրում էր որպես գրող, ես տեսա, ես ասել եմ եւ կասեմ, որ ես իմ սերնդին համարում եմ իրավիճակային գործիչներ, այսինքն քաղաքականությունը ինքը մտավ մեր կյանք, մենք չվազեցինք քաղաքականության հետևից, ինչպես այսօր։ Հիմա տեսնում եք, ով ելնում է տեղից, մտածում է, որ դա ինչ որ խաղ ու պար է։ Ոչ, ես չեմ առաջադրվում եւ շատ շնորհակալ եմ իմ կուսակցությունից։ Ես առաջին կինն էի, որ առաջադրվեցի 99 թվականին ցուցակի 5-րդ տեղում եւ մնացած անդամներն էլ առաջին հնգյակում էի, բայց ես չեմ հոգնում կրկնելուց, որ ես այն մարդկանցից եմ, որ նախընտրում եմ 1 ժամ շուտ գնալ, քան 1 րոպե ուշացումով։ Եվ այսպես վաղն ավարտվում է 5-րդ գումարման ազգային ժողովի ընտրություններում համամասնական եւ մեծամասնական ցանկերի ներկայացման ժամկետը, որից հետո հետաքրքրությունը կսկսի բորբոքվել արդեն թեկնածու անձերի շուրջ։ Դեռ հայտնի չէ, թե քանի կուսակցություն ի վերջո օրենսդիրի աթոռի մրցավազքին կմասնակցի։ Հասարակության եւ հատկապես մամուլի ուշադրության կենտրոնում այս օրերին խորհրդարան անցնելու հավանական թեկնածուների ցանկն էր։ Օրվա մամուլի հրապարակումների մասին այս ժամի համար այսքան է։ Օրվա մամուլի տեսությանը կարող եք ծանոթանալ նաեւ համացանցում, Facebook-ում, Twitter-ում եւ YouTube-ում, ընտրելով Արմ ռադիո FM 107։ Ինչ են գրում թերթերը։ Որտեղ է ճշմարտությունը։ Մենք ներկայացնում ենք եւ վերլուծում։ Դուք տալիս եք ձեր գնահատականը։ Մամուլի տեսություն կամ մամուլի մոնիթորինգ։